Էլիզ Մելիքյանը պարբերաբար շարունակում է ինստագրամյան իր էջում պատմել առանձին ապրելու դրական, ինչ-որ տեղ նաև բացասական կողմերի մասին։ Հերթական անգամ նա ցույց էր տվել, որ այցելել է Արամ Մելիքյանի տուն և վերադառնում է։ Այդ ճանապարհին նա կիսվել էր իր տպավորություններով, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Անկեղծ մեկ-մեկ ինձ զգում եմ տան աղջիկ, որ տանը ինչ-որ տնտեսական ապրանք պակասում է, գնում եմ խանութ առևտուր եմ անում, չգիտեմ ինչն է պակաս, ինչը պակաս չի, իրականում այս զգացողությունները մեկ-մեկ անսովոր է, մեկ-մեկ սովորական, բայց հետաքրքիր զգացողությունները ասեցի ձեզ էլ ասեմ, ոչ եք պատկերացնի այսօր ինչ խառը ու անհասկանալի օր եմ ունեցել, վաղը ընտանիքով հարսանիքի ենք հրավիրված ու ես մի հատ շոր եմ առել ու ընկել եմ կրակը, կոպիտ ասած, մի հատ կոշիկ եմ ման գալիս, էդ էլ չգտա, մինչև վերջ, վաղը արթնանամ, հասկանամ ինչ պետք է անեմ, սա իմ շենքը, չգիտեմ կամերաս կեղտոտա, մաքուր է, ինչա, ես հասա տուն, մի քանի գործ ունեմ, գնամ անեմ, մի հատ քոլ ունեմ, էդ էլ անեմ ու պարկեմ քնելու։ Ուզում եմ մի հատ հետաքրքիր զգացողությունով էլ կիսվեմ, այս պահը որ գալիս ես տուն, լույսը վառում ես ու ահա որ հանգիստ է, ոչ մի ձայն չկա, ոչ մի աղմուկ չկա, քո հանգստությունը ու կարաս վայելես, չգիտեմ, մերոնց տնից էի գալիս ու արի սենց բարձր խաղեր խաղում ինչ-որ ընկերոջ հետ, այնքան անսովոր է, լուրջ եմ ասում, որ մեզ ահա որ անսովոր էլի, որովհետև վաղուց մոտավորապես 7-8 ամիս է, չեմ լսել բարձր ձայներ այդ ժամին, շունչս կտրվեց, չգիտեմ խի, բայց լիֆտով էի բարձրանում։ Մի խոսքով սա իմ տունիկը, սիրելիներս։ Շոումեն Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքի անդամները վերջին շրջանում դարձել են շոու բիզնեսյան ամենաքննարկվող դեմքերից մեկը։ Նրանց ընտանեկան յուրաքանչյուր հրապարակում անմիջապես լայն արձագանք է ստանում, արժանանալով համացանցի օգտատերերի դրական մեկնաբանություններին։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Արամը հայտարարեց, որ ինքն ու կինը Լիլիթը երկու աղջիկների են որդեգրել։ Ըստ Արամի դա եղել է կնոջ ամենամեծ երազանքներից մեկը, քանի որ կինն էլ մեծացել է մանկատանը։ Իրենց առաջնեկի Անրիի ծնունդից հետո Լիլիթի մոտ դժվարություններ են ի հայտ եկել ևս մեկ անգամ մայրանալու համար, ու դուստրերը ըստ Արամի իրենց ընտանիքն նոր լույս, գույն ու շունչ են բերել։ Այնուամենայնիվ, հաղթահարելով բոլոր դժվարությունները, ի վերջո, բոլորովին վերջերս նրանց ընտանիքում լույս աշխարհ եկավ ևս մեկ որդի՝ Տիգրանը, ու այժմ բոլոր հրապարակումները կարելի է ասել նրան են նվիրված։ Բարև բոլորին, ուրեմն մի որոշում ունեի, բավականին երկար ժամանակ ուզում էի այս թեմայով խոսել ու իրականում ինձ թվում է եկել է այդ ժամանակը, երևի շատերը գիտեն, որ ես այսպես ասած հարսանեկան աշխարհից եմ կամ կորպորատիվ միջոցառումների աշխարհից եմ, ես այս պահին Հայաստանում ամենապահանջարկ ունեցող շոումեններից մեկն եմ ու ես դրան հասել եմ 10 եւ ավել տարիների ընթացքում, բայց այսօր մի միտք եմ ուզում կիսվեմ, ասենց բողոք ունեմ իմ մեջ, որտեղ մեղավոր են բոլորը, այսինքն կարող է նաև այդ թվում ես, բայց ամենամեծ մեղավորություն ունի մեր ժողովուրդը, հանրությունը այսպես ասած։ Հասկանում եմ, որ իմ ասածը կարա որոշակիորեն հակասական թվա, մի մասի համար դա շատ գովելի կլինի, մի մասն ինձ չի հասկանա։ Խոսքը գնում է շոումեն, երաժիշտ, այս կապի եւ նրանց գնային տարբերության մասին։ Ուրեմն ես ուղղակի սենց գժվում եմ արդեն այն գաղափարից, որ ոնց կարա մի շոումեն, որը ընդամենը, չգիտեմ, 10 անգամ միջոցառում է վարել, ստանա նույն գումարը, ոնց որ ստանում է մի հատ օրկեստր։ Այդ երաժիշտներից խումբ 7 հոգուց բաղկացած։ Այդ իմ համար ուղղակի աբսուրդ է։ Նայեք, ես համարվում եմ իրականում թանկ վճարվող շոումեն։ Կրկնում եմ, ես դրան հասել եմ սեն ժամանակի ընթացքում, մեկ-մեկ ինձ մարդիկ ասում են, ոնց որ չելավեք օրկեստր։ Այսինքն ես մի քանի ֆունկցիա եմ իրականացնում միջոցառման ժամանակ, բայց հələ ինձ դնենք մի կողմ։ Ես այդ մի հատ բողոք ունեմ, ուզում եմ այդ բողոքը բարձրաձայնեմ, ուզում եմ, որ այդ հարցը որոշակիորեն փոխվի։ Ես գիտեմ բոլոր գրեթե շոումեններին, գոնե գիտեմ հեռակակարգով, գիտեմ գրեթե բոլոր երաժիշտներին, իմ համար մեծ ցավ է,
որ երկուսն են նույն աշխատանքն են անում, միջոցառման համար շատ կարևոր ֆունկցիա կատարում են 3 հոգի, հա, ռեստորանը թողենք մի կողմ, սնունդ եւ այլն դա մեր այդքան կապ չունի։ Շոուի հետ կապված 3 հոգի կա, այսպես ասած։ Վարող, երաժիշտ, DJ։ Արա նույնը DJ-ի հետ կապված։ Մատը նա սիրուն թրաշա ունենում, միած սիրուն պրիչոսկա է անում, 5 անգամ է նվագել։ Արա 5 անգամ է նվագել, ինչա Instagram-ում իր սիրուն նկարներ ակցում, արա տալիս են նույն գումարը, ինչ որ խոսքի մի 3-4 երաժիշտին միասին։ Իսկ գիտեք, որ ինչքան DJ ընկերներ ունեմ, ու ինչքան տաղանդավոր DJ ընկերներ ունեմ, ու ինչքան այդտենց սիրուն թրաշով տղեկ ունեմ, որոնք ֆանտաստիկ երաժիշտներ են, իրանք էլ գիտեն։ Ես ում մասին եմ խոսում։ Այսինքն խոսքը տեսքի մասին չի, խոսքը մոտեցման մասին, հա, որ մեր ժողովուրդը ասում է, մի հատ Instagram-ը նայեմ, Instagram-ը նայում է սիրուն նկարներ, ասում է, մեր մարդն է։ Ախր ջիգարներ, եթե երաժիշտը լավը չի լինում միջոցառման, այդ միջոցառումը չստացվեց։ Մենակ DJ-ով հարսանիքը ինքը սենց մանավանդ մեծ հարսանիքը գրեթե անհնար է պատկերացնել, այսինքն պարտադիր հարսանիքի մասնավորապես ժամանակ հայկական ավանդական հարսանիքի ժամանակ պետք է հնչի կլարնետը, կոպիտ ասած։ Եթե դու չես ուզում ավանդական հարսանիք, օքեյ, դա ուրիշ։ Բայց ին բողոքը սա է, չի կարելի այդ մոտեցումը տալ, հիմա բացատրում է բողոքը որտեղ է։ Երբ որ վարողը, գիտեմ, օրինակ ասում են ինչքան է ձեր գինը, ասում է 400,000 դրամ վարողը։ Սկսնակ վարող, մի 4 հատ Instagram-ում նկարով սիրուն վիդեո ակցել եւ այլն եւ այլն։ 50,000 դրամ էժանացնում են, իրանք մեծ ուրախությամբ վերցնում են։ Հələ բենդը սաղ իրար հետ կարող է վերցնել 500,000 դրամ, ասում են թանկա։ Նայեք, ես վիրավորվում եմ, ես նաև երաժիշտ եմ, բայց դա խնդիրը ուրիշ բան է։ Մեր մոտեցումը պետք է մենք իրականում երաժիշտի հանդեպ խորը հարգանք դրսևորենք, որովհետև երբ որ մենք իրանց չմոտիվացնենք ֆինանսով, իրանց նվագի, որովհետև իրանք նվագելու իմաստը արվեստ չի, հարսանեկան երաժշտության իմաստը ուրախությունն է։ Ես չգիտեմ, ես անհասկանալի է թվալու շատերի համար, են աղջիկներ կան, որ սթորիներ են անում, իրանց էմոցիաներն են կիսում, հիմա իմ մոտ է այդ վիճակը, բայց սա իրականում երկար ժամանակվա հասունացած վիճակ է, իմ համար անընդունելի է դարձել մեր բնակչության կողմից վերաբերմունքը դեպի երաժիշտը ու նաև դեպի ճիշտ աշխատող DJ-ը։ Նույն կա DJ, որը ֆանտաստիկ երաժիշտ է, վաստակում է 150-ից 200,000 դրամ ինչ-որ բանի համար եւ կան DJ-ներ, որոնք 4 անգամ նվագել են, մի հատ նկար են գցել, համենը նույն գումարն են վերցնում։ Ես դեմ չեմ ոչ մեկի, բայց ես կողմ եմ արդարության։ Ես գիտեմ, որ այն ինչքան որ ինձ վճարում են, ես ավելին եմ արժանին, այ ես ինչ եմ ասում։ Բայց երբ որ ես իմանում եմ երաժիշտին ինչքան են փոխվել, ես գժվում եմ, նեղվում եմ դրանից։ Ես հասկանում եմ, որ իմ գինը դրա հետ կապ չունի։ Անեշի ես էժանացնեմ իրան եմ բարձր տալու, չէ։ Հա իմանամ կանեմ այդ դաժե հետի։ Շուկան է թելադրում գինը, որ բարձրանում է, բայց ես հիմա չեմ ջոգում ինչ է կատարվում մեր շուկայի հետ, որ երաժիշտին այդտենց իջացնում են։ Ես խնդրանքը սա, բողոք սա, ախպեր չեմ ջոգում, ոնց արտահայտեմ, որ չի կարելի վերաբերմունք տես լինի երաժիշտի նկատմամբ։ Երաժիշտն պետք է մի քիչ իր պլանկեն բարձրացնի, օբշի բոլոր երաժիշտների մասին է խոսքը գնում։ Որովհետև հիմա 4 հատ վարած վիդուշին ավելի շատ է ստանում, քան 4 հոգի երաժիշտը։ Միջին ռեստորանային երաժիշտը, դա աբսուրդ է։ Դա գժանոց է, դա արդար չի։ Իմ խոսքը դրան է ուղղված։ Ես այն մարդն եմ, որը գժվում եմ հարսանիքների համար այն պատճառով, որտեղ այդտեղ մարդիկ երջանկանում են, հա, ես դա համար եմ այդ միջոցառումները վարում ու վարում սիրով, մեծ энտուզիազմով ու մեծ էներգիայով։ Բայց այդտեղ ես անարդարության բաժին եմ տեսնում, բաժինը երաժիշտի հանդեպ վերաբերմունքն է, որի համար անընդունելի է։ Նաև խոսքը գնում է DJ-ների մասին, ովքեր երաժիշտ են։ Իրանք էլ են երաժիշտ համարվում։ Այդ շոումեն երաժիշտները, շոումեն DJ-ները, շոումենները, որոնք իրանցից բան չեն ներկայացնում, բայց կարում են Instagram-ով իրանց լավ ծախեն, անա լավ են անում, ծախում են, հարցը էդի չի, կարում են, անում են, բայց ես նեղվում եմ, որ բնակչությունը ունի այդ դրանից զատ երաժիշտի հանդեպ տենց վերաբերմունք, որ դաժե ցածր գինը ասել ակնհայտ է